որովհետև դու արժան ես Տեր բոլոր փառքերին իմ Տեր։ Եվ սերս արել է ու բերս ծանր է, ես կապված եմ մեղքի խավարում, մեղքերով իմ եկա, խաչալի ոտքն ընկա, և այնտեղից վրա լույս ծագեց, և սերս արել է ու բերս ծանր է, ես կապված եմ մեղքի խավարում, մեղքերով իմ եկա, խաչալի ոտքն ընկա, և այնտեղից վրա լույս ծագեց, խաչի ոտ, ծագեց լույս առավոտ, ես գտա մեղքերից թողություն, ու քո քաղցր կայված կյանքերից վարքեված, քեզանով եմ միայն ես փրկված, խաչի ոտ, ծագեց լույս առավոտ, ես գտա մեղքերից թողություն, ու քո քաղցր կայված կյանքերից վարքեված, քեզանով եմ միայն ես փրկված, ինչ հոգով կույր էի, ինձ անմեղ կացեցի, և չէի վախենում ես մահից, և այդժամ ես ընկա խաչալի ոտքի տակ, և այնտեղ փրկվեցի ես մահից, ինչ հոգով կույր էի, ինձ անմեղ կացեցի, և չէի վախենում ես մահից, և այդժամ ես ընկա խաչալի ոտքի տակ, և այնտեղ փրկվեցի ես մահից, խաչի ոտ, ծագեց լույս առավոտ, ես գտա մեղքերից թողությունը, ու քո քաղցր կայված կյանքերից վարքեված, քեզանով եմ միայն ես փրկված, խաչի ոտ, ծագեց լույս առավոտ,
ամեն բանի համար, շնորհակալ ենք քո կատարած գործի համար, Տեր, որ դու եկար այս աշխարհ Տեր իմ Աստված ամեն մեկիս փրկելու համար, Տեր։ Մենք շնորհակալ ենք, Տեր, որ դու մեզ Տեր իմ Աստված ներեցիր մեր բոլոր մեղքերը, Տեր իմ Աստված, եւ տվեցիր հավիտենական կյանք, Տեր։ Քո Սուրբ Հոգու պարգևը տվեցիր մեզ, Տեր իմ Աստված, ու մեր անունները գրեցիր կյանքի գրքի մեջ, Տեր, եւ մենք հիմա քո կատարած գործի շնորհիվ, Տեր, քո շնորհքով, Տեր իմ Աստված, ունենք մեղքերի թողություն, հավիտենական կյանք, Տեր, փառք ու պատիվ քեզ ամենակարող Աստված։ Շնորհակալ ենք, Տեր, քո ներկայության համար։ Սիրելիներ, եկեք մեր ձեռքերը պարզենք Տիրոջ հայտնված ներկայությունն այս վայրի մեջ։ Եկեք ընդունենք նրանից մեր նորոգությունը։ Տեր իմ Աստված, մենք քեզ փառք ենք տալիս։ Խնդրում ենք, Տեր, այստեղ ամեն մեկի սիրտ ու հոգի տուրտոր քեզ, Տեր, քեզ մոտենալու համար։ Մեր սիրտերը քո առաջ բացելու համար, Տեր։ Խնդրում ենք, որ այստեղ ամեն մեկից հպվես, Տեր իմ Աստված։ Հիսուս Քրիստոսի անունով խնդրում ենք, որ նորոգես, Տեր իմ Աստված։ Թարմացնես, Տեր, խնդրում ենք, որպեսզի թարմ մոտությունով ոտես ամեն մի մարդու, Տեր, Հիսուս Քրիստոսի անունով։ Մենք շնորհակալ ենք, Տեր, քո մեծ կատարած գործի համար, Տեր, որ դու հիմա էլ շարունակում ես, Տեր իմ Աստված, ամեն մեկիս կյանքերի մեջ, Տեր, համբերում ես մեզ, Տեր իմ Աստված, մեր թերությունների մեջ, դժվարությունների մեջ, տկարությունների մեջ, Տեր, դու ամեն ժամանակ համբերում ես մեզ, Տեր, եւ խրատում ես եւ սովորեցնում ես, Տեր իմ Աստված, եւ առաջնորդում ես մեզ, Տեր։ Շնորհակալ ենք, որ համբերում ես մեզ, Տեր։ Եվ մենք գիտենք դրա պատճառը որն է, Տեր, գիտենք, որ դու սիրում ես մեզ, Տեր իմ Աստված։ Եվ մենք քեզ ենք սիրում, Տեր։ Խնդրում ենք օգնիր, Տեր իմ Աստված, գնալ այնպես, ինչպես որ դու ես կամենում, Տեր, ինչպես որ վայելա քո որդիներին, Տեր իմ Աստված, քո գործերը գործելով, Տեր, եւ քեզ փառք բերել, Տեր իմ Աստված, մեր կյանքի ամեն օրի մեջ, Տեր, Հիսուս Քրիստոսի անունով, մեծարում ու փառք ենք քեզ տալիս, Հայր, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։ Փառք Աստծուն։ Հալելույա։ Փառք ամենակարող Աստծուն, եկեք միասին մեր ձեռքերը պարզենք եւ աղոթենք այս կարիքների համար, որտեղ որ մեր քույրերը եւ եղբայրները գրել են։ Փառք քեզ ամենակարող Աստված, Տեր ջան, բերում ենք այստեղ գրված ամեն կարիքները քո առաջ եւ մեր ամեն մեկիս սրտերում, կյանքերում, Տեր իմ Աստված, եղած ամեն կարիքները բերում ենք քո առաջ, Տեր։ Ու խնդրում ենք, Տեր իմ Աստված, որ դու, Տեր իմ Աստված, ընդունես մեզանից եւ դու խնամք տանես, Տեր։ Եվ մենք գիտենք, Տեր իմ Աստված, որ դու սիրում ես մեզ, Տեր իմ Աստված, ու դու խնամք ես տանում մեզ համար, Տեր։ Փառք ու պատիվ քեզ, Տեր, մենք հիմա վստահությամբ հանձնում ենք քո ձեռքերի մեջ, Տեր, եւ մենք արդեն ազատ ենք այս հոգսերից, Տեր։ Եվ մենք գիտենք, որ Տեր իմ Աստված, դու կօգնես մեզ, միտք կտաս, հայտություն կտաս կամ դռներ կբացես, Տեր իմ Աստված, եւ ամեն իրավիճակները կփոխես, Տեր, Հիսուս Քրիստոսի անունով։ Ամեն։ Փառք ու պատիվ քեզ, ամենակարող Աստված, ամեն։ Փառք Տիրոջը։ Շնորհակալություն այ մեր փառաբանության խմբին, Աստված օրհնի ձեզ շատ։ Մի բան կուզեմ ասել, որ տեսեք, երբ որ մենք աղոթում ենք, Աստված կամ երբ որ Տիրոջ մեջ ենք, Աստված ինքը մեր կարիքները լրացնում է, հոգում է մեր մասին, բայց կա ավելին։ Տիրոջ խոսքը ասում է, որ ինձանից վերցրեք քաղցր լուծը թեթև բեռը։ Ամեն։ Եթե տեսեք, Աստծո խոսքը ասում է, եթե մեկը ծառայե ինձ, ասում է հայրը կպատվի նրան։ Ամեն, ուզում եք ավելին, կարիքներից ավելին, որպեսզի Աստված լրացնի։ Ասում է, եթե մեկը ծառայի ինձ, հայրը կպատվի նրան։ Եկեք նվիրվենք Աստծուն, ծառայենք Աստծուն, ամեն։ Սա շատ կարևոր է, որ մենք մտնենք Տիրոջ ծառայության մեջ։ Ամեն մեկս ինչով որ կարող ենք։ Սկսենք մի տեղից եւ Աստված թող առաջնորդի բոլորիս։ Փառք Տիրոջը։ Այսօր կիսվել եմ զոհաբերության խոսքով։ Փառք Տիրոջը դրա համար։ Կուզեմ միասին Ղուկաս ավետարանի 9-րդ գլուխը բացենք, այստեղ մի իրավիճակ է, երբ որ Տեր Հիսուսը իր աշակերտների հետ եկավ Բեթսայդայի կողմերը, մի անապատ տեղ, ու ժողովուրդը այդ ժամանակ, երբ որ լսեցին, թե Տեր Հիսուսը այնտեղ է, մոտ 5000-ի չափ գնացին այնտեղ։ Եվ Տեր Հիսուս ընդունեց նրանց, պատմեց երկնքի արքայության մասին, այնտեղ իրանց մեջ եղած բոլոր հիվանդներին բժշկեց, ու երբ որ արդեն օրը մտնում էր, այդտեղից խոսքը կարդանք 12-րդ խոսքից, ասում է, եւ օրն սկսեց տարաժամել, 12-ն էլ մոտ եկան եւ ասեցին նրան. Արցակիր այս ժողովուրդը, որ շրջակա գյուղերը եւ ագարակները գնան, իջևանեն եւ կերակուր գտնեն, որովհետեւ այստեղ անապատ տեղում ենք։ Եվ նրանց ասեց. Դուք եւ Տեր Հիսուս ասում է նրանց. Դուք տվեք դրանց ուտել։ Նրանք էլ ասեցին. մենք 5 հացից եւ 2 ձկից ավելի չունենք։ Եթե ոչ, գնանք այդ բոլոր ժողովրդի համար կերակուր գտնենք։
Այս նույն համատեքստը նաև կա Հովհաննեսի ավետարան 6-րդ գլխում 7-րդ համարում, այսպես է գրված, ասում ենք մեկ էլ ունենք 200 դահեկան գումար, ասինքն սա էլ ասում սա ինչ, սա բավական չի լինի, որպեսզի մենք գնանք ու այսքան ժողովրդի համար ուտելիք գնենք, ամեն, ու այս խոսքի մեջ հիշեցի մի տեղ, որ ասում է ձեր բոլոր տասանորդը զոհաբերությունը տարեք իմ տունը, որպեսզի իմ տանը պաշար լինի, ամեն, որովհետև շատ ծառայություններ, շատ գործեր կան անելու Տիրոջ համար, բայց միգուցե կանգնում են նրա պատճառով, քանի որ ֆինանսները պակաս են։ Ամեն։ Եվ իհարկե սրանից հետո Տեր Հիսուսը ինքը բազմացրեց հացը, ինքը կերակրեց ամենքին, բայց այստեղ ասում է դուք տվեք նրանց ուտելու։ Հիմա որ նայում ենք այս ժամանակների մեջ, օրինակ մեր տարածաշրջանում ավելի շատ կարիք կա հիմա եկեղեցաշենք կառուցելու համար, քան թե կերակուրի համար։ Իհարկե մենք օգնում ենք մարդկանց, ովքեր որ ունեն հագուստի կարիք կամ կերակուրի կարիք, Փառք Աստծուն, բայց հիմա այս տարածաշրջանում ավելի շատ մենք կարիք ունենք եկեղեցաշենքի։ Եվ Աստված ասում է դուք արեք։ Տեսեք, այսպես եմ հասկանում հացի բազմացումը այս օրերի մեջ, Աստված օրհնում է ֆինանսների մեջ հավատարիմ եղած մարդկանց ֆինանսական աղբյուրները, որպեսզի մենք էլ մասնակից լինենք եւ անենք։ Ամեն։ Ամբակումի 2-րդ գլխում 3-րդ խոսքը այսպես ասում, որ ասում է գրեք տեսիլքը տախտակների վրա եւ կարդացողը թող տեսնի եւ գնա դեպի դրա կատարմանը։ Հիմա մենք մեր եկեղեցին ունի մեծ տեսիլք, որ Աստված տվել է Հովին եւ շատերիս միջոցով էլ հաստատել է նաեւ դա, ու մենք շատ բաց գործ ունենք անելու։ Միգուցե մենք մտածում ենք դե երևի Ամերիկայից մի հատ մարդ կգա կօգնի կամ չգիտեմ, տարբեր բան ենք մտածում, բայց Աստված ասում է դուք արեք։ Եկեք ամեն մեկս մեր կարողության չափով Տիրոջ գործը գործենք, իսկ մնացած արդեն Աստված ինքը, թե մեզանից մարդիկ կբարձրացնի, ու հավատում եմ, որ շատերս մտածում ենք ուրիշին ենք տեսնում, բայց Աստված մեզ ամեն մեկիս է տեսնում այդ ամեն ինչի մեջ։ Ամեն։ Եկեք մենք չնայենք մեր շուրջը, ասենք, այս մարդը երևի մի բան կանի, մի բան կլինի։ Եկեք ամեն մեկս մեր չափով տեսնենք մեզ գործի մեջ, ամեն։ Փառք Տիրոջը։ Եկեք միասին հաջորդ խոսքը բացենք 2 Կորինթացիների 9-րդ գլուխը 12-րդ խոսքից։ Որովհետև այս Տուրքի պաշտոնը, այսինքն զոհաբերության ծառայությունը, ոչ թե միայն սուրբերի պակասությունն է լրացնում, այլև շատերի գոհությունը շատացնում է Աստծո համար։ Ամեն։ Ես մի բան հիշեցի այստեղ այս խոսքից, որ երբ որ այս խոսքին պատրաստվում եմ, հիշեցի, երբ որ ես եկա եկեղեցի 6.5 տարի առաջ, այստեղ ամեն ինչը պատրաստ էր, թե կար երաժշտական գործիքները, թեատրները, թե կոնդիցիոներները, ամեն բան, ինչ որ պետք էր այստեղի համար։ Եվ սկզբում շատ բան չէի հասկանում, որովհետև դե եկել եմ, ուզում եմ ծանոթանամ ինչ է կատարվում էլի, ու երբ որ մի քիչ ժամանակ անցավ, ես հասկացա, որ մեր եկեղեցում չեն եղել հովանավորներ, ինչ որ մի ձևով չի ուղղակի հենց այնպես տրվել, այլ մեր եկեղեցում այդ ժամանակով որ կային անդամների, հովիվների կազմակերպվածության եւ զոհաբերությունների արդյունքն է դա։ Ու ես դրա համար փառք տվեցի Աստծուն ու շնորհակալ եմ մեր բոլոր մարդկանցից, ովքեր որ նվիրված կերպով հավատարիմ են եղել Աստծո գործի մեջ, եւ շնորհակալ ենք նաեւ մեր հովիվների համար, որ դրանք էլ եւ զոհաբերել են եւ այդ ամենը կազմակերպել են։ Ամեն։ Ու մենք էլ հիմա Փառք Աստծուն։ Ու մենք էլ հիմա եկել ենք, միացել ենք ինչ-որ մի կետից այս եկեղեցուն ու գնում ենք առաջ։ Փառք Տիրոջ, ու մենք վայելում ենք նաև։ Ու երբ որ մտածում եմ, շատ ժամանակ ֆինանսներ լինում է, չէ, բայց կազմակերպել է պետք։ Օրինակ, ուզում ես ինչ-որ մի օրինակ երաժշտական գործիք գնես, ուզում ես հասկանաս արդյոք որ ֆիրմային է լավը, արդյոք այդ ֆիրմայի մեջ լինում են պատենտներ, լինում են տարբեր խաբեություններ, որ մենք դա էլ է մեծ աշխատանք, որ իրոք ես գիտեմ էլի, հովև ենք իրոք շատ տեղեր գնացել են, եկել են, քննել են, հարց ու փորձ հնարել, ու այդ ամեն ինչը իրոք դա էլ լուրջ ու ծանր աշխատանք է, որ կատարվել է, փառք Աստծուն, ամեն բանի համար, Տեր օրհնի։ 13-ից կարդանք, որ այս պաշտոնի փորձովն Աստծուն փառավորեն ձեր Քրիստոսի ավետարանին հնազան դավանության համար եւ այն առատ հաղորդության համար, որ նրանց եւ ամենին լինում է։ Ամեն, այստեղ ասում է նաեւ մարդիկ կտեսնեն ձեզ ձեր հնազան դավանության համար, այսինքն ինչ որ մենք տեսնում ենք, ինչ որ մենք խոսում ենք, նաեւ մենք անում ենք դա, ամեն։ Դա շատ կարեւոր է, որպեսզի մարդիկ տեսնեն, օրինակ ինչ ենք անում։ Տիրոջ խոսքը ասում է, որ մերկ է եւ ինձ հագցրեցիք, սովածայի կերակրեցիք, հիվանդայի այցելեցիք, ասում է, այս փոքրներից մեկին արեցիք, ինձ արեցիք։
Ամեն։ Եվ հիմա եկեղեցին ունի այսպիսի ծառայություն, եւ նաեւ ամեն մեկս էլ չէ մեր տարածաշրջանում այս ամեն ինչը անում ենք։ Փառք Աստծուն։ Տեսեք, մենք հասել ենք ինչ-որ մի տեղ, բայց այդ կետին մենք պետքա չմնանք։ Մենք պետքա դա զարգացնենք, որովհետեւ տեսիլքը մեծ է եւ Աստծո գործը պետքա գնա առաջ։ Հիմա ինչ-որ կա, փառք Աստծուն դրա համար, բայց կարևոր է, որ ամեն մեկս էլ նվիրվենք Աստծուն ու միասին ջանքով գնանք առաջ։ Ամեն։ Փառք Տիրոջը։ 14 խոսքը կարդանք եւ նրանց աղոթքովը ձեզ համար, որ փառավորեն ձեր Աստծուն այն առատ շնորհքի համար, որ ձեզանում է։ Փառք Աստծուն, ասում նրանք կաղոթեն ձեզ համար եւ կփափագեն ձեր հետ միաբան լինել։ Արդեն երբ որ մարդիկ կտեսնեն այն ինչ որ խոսում ենք մենք նաեւ գործում ենք ու այսպես մի հետաքրքիր օրինակ կարամ բերեմ, որ շատերին մենք ասում ենք Տերը կենթանի է, հրավիրում ենք խմբակներին, եկեղեցի որպեսզի գան ու մարդիկ դժվարությամբ են գալիս։ Մարդկա 2-3 տարի տևում է, մինչև որ մարդը ասում է լավ, գամ տեսնեմ մի հատ էլի։ Ու մարդիկ արդեն երբ որ գալիս են, երբ որ արդեն տեսնում են եկեղեցու մթնոլորտը, հետո Տիրոջը հանդիպում են, արդեն իրանք են փափագոն մոտենալ Աստծուն։ Ամեն։ Ու այդ դեպքում ովքեր կան այդպիսի մարդիկ այստեղ օրինակ ես մի քիչ սկզբից դժվարությամբ էր բայց հետո հիմա որ փեդովելտեցեն ես չեմ գնա ամեն մի քիչ հումորային մոտենանք բայց միանշանակ այդպես է այս 6.5 տարի արդեն ապաշխարել եմ միշտ ժամերն եմ հաշվում երբ պետքա եկեղեցու ծառայության ժամանակը գա որպեսզի գնամ եկեղեցի ամեն փառք Տիրոջը եկեք Փառք ամենակարող Աստծուն։ Իրոք երբ որ մարդը հանդիպում Աստծուն լրիվ փոխվում է։ Մենք պետքա իրոք ջանք անենք Աստծուն մոտենալու համար։ Երբ որ ամեն խնդիրները կարելի ասել այդ ամեն դժվարություն, ամեն օրենքի բեռը ընկնում է այն ժամանակ, երբ որ մարդը մտնում է Աստծո կենթանի ներկայության ու շնորհքի մեջ։ Որտեւ Աստծո շնորհքի մեջ արդեն այդ ամեն ինչը ինչ որ մենք առաջ ջանք ենք անում, որ անենք, հիմա մենք ինքներս ենք փափագում այդ անելու համար։ Եղել է ժամանակ, որ ես երբ որ արդեն հասկացա, որ Տերը կենթանի է, ուզում էի ջանքով ապրեի, այն ինչ որ գրված է, շատ դժվար էր իմ համար, մտնել օրենքի բեռի տակ։ Բայց երբ որ արդեն Տիրոջը հանդիպեցի, Տիրոջ շնորհքը եկավ, երբ որ սիրարվեցի Աստծո վրա, արդեն ես էի փափագում, որպեսզի այդ անեմ։ Ամեն, երբ որ մարդու կյանքում լինի այս փոփոխությունը, իրոք մենք այդ ծանրությունը կգնա մեզանից։ Փառք Աստծուն, եկեք վերջի խոսքը կարդանք 15-րդը։ Ասում եւ շնորհակալություն Աստծուն նրա անպատմելի պարգևի համար։ Այս համատեքստում վերջում ասում է շնորհակալություն Աստծուն նրա անպատմելի պարգևի համար։ Այսինքն այստեղ երկու բան է շեշտում հիմնականում եւ ֆինանսական զոհաբերությունը եւ նաեւ ավետարանչական ծառայությունը, որը միասին է գործում, որ այս համատեքստի մեջ որ կարդացինք։ Փառք Աստծուն։ Կուզեմ այստեղ մի բան կարդալ, որը որ ինձ մոտ նշել եմ, այսպեսի մի բան։ Ավետարանչությունը եւ զոհաբերությունը ծառայությունը համարվում է անպատմելի պարգև, քանի որ դրա արդյունքում է, որ ընդունում են Տեր Հիսուսին, նրա կատարած գործի արդյունքը, մեղքերի թողությունը, հավիտենական կյանքը եւ Սուրբ Հոգու պարգևը։ Ամեն։ Եթե այս ծառայությունները չլինեն, մենք չենք կարող հասնել շատերին։ Ամեն։ Դրա համար այս ավետարանչական ծառայությունը եւ զոհաբերության ծառայությունը համարվում է անպատմելի պարգև, որտեղ սրա արդյունքում մարդիկ հանդիպում են Աստծուն, ստանում են մեղքերի թողություն, հավիտենական կյանք, ամեն եւ ժառանգում են երկիրը։ Փառք ամենակարող Աստծուն, Աստված օրհնի բոլորիդ, ամեն։
Հալելույա, փառավոր Հիսուս։ Խոնարհվում ենք քո առաջ, Տեր ջան, ու փառավորում ենք քեզ։ Իրականում շնորհակալություն ենք հայտնում քեզ, Տեր, քո ողորմության համար, քո սիրո համար, Տեր։ Շնորհակալ ենք քեզանից, Տեր ջան, որ մեզ իրականում օծել ես եւ քո շնորհքով լցրել ես եւ ինչ որ էլ կանք քո շնորհքով ենք։ Շնորհակալ ենք այն պարգևի համար, որ մեզ տվել ես, որով եւ քեզ ծառայում ենք։ Օրհնյալ լինի քո սուրբ անունը, Տեր, օծիր քո ժողովուրդը այսօր, զորացրու քո ժողովուրդը, Տեր, որ քո ժողովուրդը կենթանի հավատացյալներ, կենթանի քարեր լինեն։ Տեր ջան, Հիսուս Քրիստոսի անունով զորացրու մեզ այսօր, արթնացրու մեզ այսօր, օծիր մեզ այսօր, ավելացրու մեզ այսօր, Տեր ջան, մեր հավատքի մեջ, Տեր ջան, մեր գործերի ծառայության մեջ, օրհնիր քո ժողովուրդը, թող Աբրահամի օրհնությունները, Տեր ջան, իրականանան ամեն մեկի կյանքում, որովհետև մենք հավատում ենք, որ դու մեզ գնեցիր օրենքի անեծքից, մեր փոխարեն անեծք դարձար, քանզի գրված է անիծյալ լինի փայտից կախվածը, եւ փոխարենը մեզ միացրեցիր Աբրահամի օրհնություններին, եւ մենք այսօր օրհնված ենք, Տեր, իրականում քո զոհի միջոցով, մենք այսօր փրկված ենք, մենք այսօր քո որդիներն ենք, մենք այսօր լույսի որդիներն ենք, օրհնյալ լինի քո անունը, ես աղոթում եմ, որ Տեր, քո լույսը ամեն մեկի սրտի մեջ այսօր մտնի եւ ամեն մեկին լուսավորի եւ խավարը ամեն մեկի կյանքից, ընտանիքից, կյանքի բոլոր ոլորտերից թող հենց հիմա հեռանա Հիսուսի անունով։ Հալելույա, 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 ամեն։ Փառք Հիսուսին, Տերը օրհնի ձեզ սիրելիներս։ Փառք Տիրոջը ձեզ համար, նստեք Տիրոջ ներկայության մեջ։ Օրհնյալ է Տերը, ամեն, ամեն ժամանակ գալիս ենք, Տերը մեզ նորոգում է, օծում է, լցնում է, որ մենք անհավատներ չդառնանք։ Որովհետև եթե մի քանի շաբաթ դու չլինես, Տիրոջ տան մեջ, Տիրոջ խոսքի հետ կապ չունենաս, աղոթքի կյանք չունենաս, իրականում դու մարդ ես, հանգում ես, ուղղակի հանգում ես, հոգևորապես հանգում ես։ Խոսքը, որ ուզում եմ ձեր հետ կիսվեմ, վերնագրել եմ այսպես. հանգած հավատք, հանգած հավատք, որովհետև մարդիկ ինչպես կարող են լցվեն Աստծո լույսով, վառվեն Աստծո լույսով, նույնպես կարող են եւ հանգեն։ Եթե զգացել եք ձեր կյանքում նույն բանը կատարված։ Ամեն։ Երբ որ չես հետևում Աստծո խոսքին, հանգում ես ուղակի։ Գիտես, ուզում եմ խոսեմ Հին ուխտից, Ելից գրքից, երբ որ Աստված իսրայելացիներին հանում էր Եգիպտոսից տանելու Քանանի երկիր։ Եվ երբ որ այդքան հրաշքներ արեց Աստված Իսրայելում, իսրայելացիների կյանքում, տեսան 10 խոշոր մեծ հրաշքներ Եգիպտոսի երկրում։ Դրանից հետո Աստված ճեղքեց կարմիր ծովը եւ իր ժողովրդին ծովի միջով չոր դուրս բերեց։ Խոսքա չէ, որ ասում ուզում ես ջուրը մտնես ու չոր դուրս գաս։ Այդ հրաշքը Աստված արեց, մցրեց ծովով, անցկացրեց, չոր դուրս անեց ժողովրդին։ Դրանից հետո անցավ ամիսներ, միգուցե 2 ամիս։ Եվ Աստծո ժողովուրդը, երբ որ հանդիպեցին նեղությունների, սկսեցին տրտնջալ Մովսեսի եւ Ահարոնի դեմ։ Ուզում էին սպանեին, քարկոծեին, տրտնջում էին, ասում են, «Ես մեզ ինչի դուրս հանեցիք Եգիպտոսից։ Հանեցիք, որ բերեք անապատ սպանեք», նեղություններ էին հանդիպել։ Եվ այս ժողովրդի հավատքը հանգեց։ Այդքան բան տեսնելուց հետո մարդկանց հավատքը հանգեց, մոռացան, որ Աստված այդքան հրաշք արել եւ Աստված է իրանց հանել։ Եվ նույն բանը կարող է լինի մեր կյանքում, ես զուգահեռներ եմ բերելու։ Ասում ենք, երբեմն ես այն ժամանակ նոր որ կարդում եի Աստվածաշունչը, ծիծաղում էի, ասում ես մարդիկ, հետաքրքիր մարդ են այս իսրայելացիները։ Այսքան բան տեսել են ու չեն հավատում նորից։ Նորից Մովսեսի հետ են կռիվանում, ինչ ես մեզ հանել, դե ջուր տուր, դե հաց տուր։ Հավատքը հանգել էր։ Եվ գիտես, անցավ տարիներ իմ կյանքից, տարիների փորձառությունը տեսնելով, ես էլ շատ հրաշքներ եմ տեսել իմ կյանքում։ Դուք էլ եք ձեր կյանքում տեսել։ Աստված հիշեցրեց, ասում է, մի ժամանակ ծիծաղում էր իսրայելացիների վրա, որ այդքան հրաշք տեսնելով չեն հավատում։ Բա դու էլ ես տեսել։
Հիմա քո առջև ինչ որ նեղություն է դուրս եկել, ինչ որ սատանայական դիվային ուժեր, խմբեր, որը մենք չենք տեսնում, բայց տեսնում ենք իրավիճակների մեջ նեղություններ, ցավեր եւ հակառակություններ։ Բա հիմա էլ դու ես կասկածում իմ վրա։ Դա նույն բանն է, ինչ Իսրայելը այն ժամանակ կարմիր ծովով անցավ, բայց կասկածեց Աստծո վրա։ Կա նման բան։ Միգուցե քեզ էլ է Աստված կարմիր ծովով անցկացրել, փոխաբերական իմաստով, բայց նորից նեղության մեջ դու կասկածում ես, հավատքդ հանգում է, էդի նկատի ունեմ։ Հավատքդ հանգում է։ Մտածում ես, ես իմ Աստված կա, չկա, բա որ կա, ես իմ վիճակը ինչ է այս ձևի։ Որովհետև հանգել է հավատքդ, քեզ պետք է նորից ջանք անել, վերականգնել քո հավատքը, որպեսզի ուժը հավատքի զորությունը սկսի դրսևորվել քո կյանքում։ Ամեն։ Ելից 17 գլխից եմ ուզում կարդամ, երբ որ մարդկանց հավատքը հանգեց, սկսեցին տրտնջալ Մովսեսի դեմ, Ահարոնի դեմ, մեկ էլ թշնամին սատանան գլուխ բարձրացրեց ժողովրդի միջոցով։ Եվ երբ որ լինում էր, այս մասից ուզում եմ կարդամ, եւ երբ որ լինում էր, այսինքն պատերազմ սկսվեց Իսրայելի դեմ ճանապարհին։ Թշնամին դուրս եկավ եւ սկսեց պատերազմ ազգի դեմ։ Նույնպես երբ որ քո հավատքը սառում է կամ հանգում է, քո առաջ ինչ որ բաներ է սկսվում։ Օրինակի համար եմ ասում, ձեռքը տաց սկսում ցավալ, աղոթում ես ցավը չի անցնում, ոտքը տաց սկսում, ողնաշարը տաց սկսում ցավալ։ Միգուցե սիրտդ, լյարդը տաց սկսում ցավալ։ Ու աղոթում ես չի անցնում, դեղերը չեն օգնում։ Աղաչում ես գիշեր ցերեկ չի անցնում ցավը։ Ու մտածում ես, բա ուր Աստված։ Գիտեք, պատահական չեն այդ ցավերը։ Դրանք դիվային հարձակումներ են։ Մենք մտածում ենք մրսել ենք, դե երևի ինչ-որ մի բան են չենք կերել, երևի չգիտեմ, երևի, բայց երևի չկա, սատանան է, իրա դևերով։ Մենք ուզում ենք ամեն ինչը բնական ճանապարհների վրա դնենք, բայց հիշում եմ տարիներ առաջ կարների վրա ինչ հարձակումներ կար եւ իմ վրա, մենք մտածում ենք դե բնական է, իմ մոտ ողնաշարս էր ցավում, որից խփում էր ոտքիս։ Ես մոտ 5-6 ամիս ոտքի ցավով կանգնել եմ այստեղ եւ ծառայել եմ, որը կապված էր ողնաշարի հետ։ Մտածում ենք դե երևի ծանր եմ վերցրել, երևի սառել եմ, երևի չկա դևերն էին։ Եվ մի օր այստեղ, երբ որ իմ մեջքը քարացավ, ասենց արդեն ու մի եղբայր ունենք, հույր, ասեց ավելի եղբայր, դա պատահական չի, ասում եմ, բա ինչ է, դա ասես դիվային հարձակում է քո վրա, աղոթքի ժամանակ։ Եվ ես նորից հասկացա, որ պատահական չի։ Ու սկսեցինք աղոթել, պատերազմներ, Կարինեի վրա, երբ որ շատ երկար տարիներ ալերգիա, ինքը փռշտում էր ու դրանից վատանում էր, գիշերները չէր կարողանում քնել, շունչը, սիրտը լրիվ խառնվում էր, սենց շունչ չէր կարողանում շնչեր։ Մենք մտածում ենք դե բնական է, էլի ալերգիա է։ Մեկ էլ մենք երազ տեսանք, որ ինչ-որ մարդիկ, ու ես ճանաչում եմ այդ մարդկանց, որ հակառակորդ են մեզ, աղոթում են, որ խեղդեն Կարինեին, որ սպանեն։ Ու մենք սկսեցինք աղոթել, Տիրոջ կրակը կանչել, ինչ որ ես հիմա աղոթում եմ, հռչակումներ եմ անում, դա շատ զորավոր խոսքեր են։ Եվ դա սկսում է գործել։ Հետո մենք տեսանք, որ սկսեցինք հանգիստ ապրել, ալերգիան անհետացավ։ Այդ մեջքի ցավը, այդ ողնաշարի ցավը անհետացավ, տարիները արդեն չկա։ Ու նոր ես հասկացա, որ պատահական չի այս ամեն ինչը, սիրելիներս, կամ ֆինանսական խնդիրներն ու պարտքերը պատահական չեն, աղքատություն, թշվառությունը։ Պետք է դրանից դուրս գալ, երբ որ քո հավատքը սկսում է զորանալ։ Բայց որ հանգել է հավատքդ, խնդիրը հենց դա է։ Ես այսօր խոսելու եմ այդ մասին, հանգած հավատքի մասին, որ շատ հոգևորներ գիտեն իրանք շատ հզոր հոգևոր են, որովհետև եկել են ասոտուն։ Բայց ընդհանրապես հավատքը հանգած է։ Ես կխոսեմ, դու հայտնություններ կառնես, թող Տերը օծի օրհնի ձեզ Հիսուսի անով։ Եվ հիմա իսրայելացիները հանդիպել են պատերազմի։
որովհետև դրանից առաջ հավատքը իրանց հանգեց եւ սկսեցին տրտնջալ Մովսեսի եւ Ահարոնի դեմ։ Մեղադրել նրանց, թե ինչ եք մեզ հանել Եգիպտոսից, երբ որ մենք մսի կաթսաների մոտ մեր համար հանգիստ նստած մի բաժակ գարեջուր էինք խմում միգուցե, սոխով ու սխտորով, աղբերներով, թեև մենք ճորտ էինք ստրուկ, Փարավոնի լծի տակ, բայց գոնե մսի կաթսաների մոտ խաշլամա ենք ուտում, մեր բարերով ասած։ Այ Մովսես, ինչի մեզ հանեցիր։ Ու Աստված տեսնում է դա։ Ու կյանքը խառնվում է իրար։ Ու սկսում է պատերազմ, սպանոցի։ Եվ լինում էր, որ երբ որ Մովսեսը իր ձեռքերը վեր էր բարձրացնում, Իսրայելն էր հաղթում։ Եվ հենց որ ձեռքերը իջեցնում էր, ամաղեկն էր հաղթում, ամաղեկը, թշնամիները։ Մովսեսն էլ մարդ էր, հավատքը երբ որ բոցավառվում էր, աղոթքի կյանք, ժողովուրդը կամ ասենք եկեղեցին հաղթում էր, եկեղեցու ժողովուրդը։ Երբ որ Մովսեսը հոգնում էր, ձեռքերը իջացնում էր, դե ձեռքերը չես կարող միշտ ամբողջ օր սենց պահես, չէ։ Ամաղեկն էր հաղթում։ Նշանակումը, ուրեմն, որ մարդու կյանքում, տեսեք, ֆիզիկական բաներ է կատարվում, դա կապված է հոգևոր բաներից։ Եթե դու հոգևոր աշխարհում, աղոթքի կյանք, հավատք ունես, որով պատերազմում ես, ֆիզիկական աշխարհում հաղթանակներ ունես։ Բայց եթե դու հոգևոր աշխարհում հավատքդ հանգել է, սառած, հարմարվել նստել ես մի անկյուն, ամաղեկն է, դևերն են հաղթում։ Եկել են ցավեր, եկել են անհաջողություններ, եկել են պարտքեր, քո կյանքում, քո ընտանիքում, քո երեխաների կյանքում։ Եվ Մովսեսի ձեռքերը ծանրանալիս մի քար առան եւ նրա տակը դրին, եւ ինքը նրա վրա նստեց։ Եվ Ահարոնը եւ Օվրը մեկը այս կողմից եւ մյուսը այն կողմից նրա ձեռքերը վեր բարձրացրին։ Մինչև Արեգակի մայր մտնելը նրա ձեռքերը հաստատուն մնացին։ Եվ Հեսուն զարկեց սուրի բերանով ամաղեկին եւ նրա ժողովրդին։ Պատկերացրեք, Հեսուն ֆիզիկապես է պատերազմում, Մովսեսը հոգևորապես է պատերազմում, բայց հոգևորապես պատերազմը ուղիղ ազդեցություն ունի ֆիզիկապես պատերազմի վրա։ Երբեմն հոգևոր մարդիկ աղոթում են միայն, ոչ մի ֆիզիկական գործողություն, որովհետև գրված է հավատքը առանց գործերի մեռած է։ Այսինքն, եթե հոգևորապես դու պատերազմում ես աղոթքներով, հավատքով, քեզ պետք է ֆիզիկապես նույնպես շարժվել, ինչ-որ բան անել։ Ասենք, եթե ֆինանսական խնդիրներ ունես, ֆիզիկապես գործ մանարի, աղոթել ես դրա համար։ Հիմա աշխատանք մանարի, որ աշխատես եւ օրտնված լինես։ Ոչ թե աղոթես եւ պարկես տունը։ Մարդիկ կա տարիներով աղոթում եւ տունը նստած են։ Ոչ մի ֆիզիկական գործողություն։ Բայց աղոթում էր Մովսեսը, ֆիզիկապես պատերազմում էր Հեսուն եւ հաղթանակներ ունեին։ Երբ որ Մովսեսը չեր աղոթում, ձեռքերը իջացրել էր, Հեսուն պարտվում էր ֆիզիկապես։ Ամեն ժողովուրդը պարտվում էին։ Սա խորհուրդ է, սիրելիներս, որ ձեր հավատքը պիտի սկսի վառվել, ոցավառվել, ոչ թե հանգել։ Ես կկարդամ ոնց է հանգում հավատքը։ Եվ ֆիզիկապես գործողությունները քեզ կբարձրացնեն եւ կորտնեն։ Հավատքը առանց գործերի մեռած է, հիշի։ Դրա համար գործեր են պետք աղոթքի հետ միասին։ Եվ Եհովան ասեց Մովսեսին. «Սա գրիր գրքում հիշատակի համար, եւ Հեսուի ականջը գցիր, որ ամաղեկի հիշատակը երկնքի տակից բոլորովին պիտի ջնջեմ»։ Տերը կջնջի մեր թշնամիներին, մեր հակառակորդներին։ Եթե մենք ճիշտ պատկերացնենք, երբեմն տեսեք, մարդիկ, չգիտեմ, ամբողջ ուժը, ջանքը գործադրում են, որ հաջողությունների հասնեն, բայց հոգևորապես հանգած են հավատքով։ Աղոթքի կյանք չկա, կարդալ չկա, հավատքը հանգած է, բայց ջանք են գործադրում առավոտից իրիկուն աշխատել, հաջողությունների հասնել։ Կամ առողջական հարցով, այս բժշկի մոտ, այն բժշկի մոտ, չգիտեմ, սրա նրա մոտ բուժումներ չկա բուժում։ Ես ձեզ ասեմ, դա հենց դիվային, ես ինչ-որ մեկի վրա հիմա մարգարեանում եմ, դա հենց դիվային հարցակումներն է քո կյանքի։
որի հարցերը պետքա լուծես քո հավատքի այդ բոցավառությամբ, սենց ասեմ։ Քանի որ վերնագրել եմ հանգած հավատք, հավատքը նաև կարա բոցավառվի։ Հավատքով եւ գործերով եւ կտեսնես կազատագրվես։ Տեսնում ենք, որ հաղթեցին իսրայելացիները։ Սա փոխաբերական իմաստով սա եկեղեցու խորհուրդն է։ Հաղթեցին եւ գնացին առաջ։ Եվ հավատում եմ, որ դու էլ կհաղթես, եթե հասկանաս այս խոսքի հայտնությունը։ Երբեմն տանջվում ես, երբեմն դևերը համոզել են, որ դու անբախտ ես։ Պապտելերը տենց, պապատելերը տենց, տատիկդ, մամատել են տենց, ժառանգական է, տենց էլ ապրի, ձերն էլ այդ ձև դուրս եկավ։ Ձեր կյանքն էլ տենց ստացվեց։ Դա սուտ է։ Կյանքը ամբողջությամբ կարելի է փոխել հավատքով, հավատալով Քրիստոսի խոսքին։ Ամեն։ Փառք Հիսուսին։ Հավատալ եւ գործել։ Փառք մեր Տիրոջը։ Առաջի Տիմոթեոս առաջի գլուխ 5-ից 7 խոսքերը։ Իսկ պատվիրանքի վախճանը սերն է, սուրբ սրտից եւ բարի խճմտանքով եւ անկեղծ հավատքով։ Ինչն էր պատվիրանի վախճանը, այսինքն պատվիրանքը վերջանում է այստեղ, երբ որ դու ունես ուրեմն վախճանը սերն է, սերը, երբ որ դու սիրով սիրտդ լցված է, սուրբ սրտից, սերը սուրբ սրտով եւ բարի խճմտանքով։ Խճմտանքը որն է? Խիղճը, մեր խիղճը։ Երբ որ բարի է մեր խիղճը, երբ որ մեր խիղճը աշխատում է, սիրելիներս, հավատքը քո չի հանգում։ Բայց երբ որ խիղճդ կորցրել ես, կոպիտ ասած, կամ խիղճդ վառվել է, դու հեշտությամբ կարող ես սուտ խոսես, հեշտությամբ կարող ես սրան նրան վնասես, հեշտությամբ խաբել, հեշտությամբ շնության մեջ ապրել, հեշտությամբ կեղծավորության եւ նախանձի կյանք ունենալ, եւ այդ դեպքում քո խիղճը քեզ չի հանդիմանում։ Գիտես, Աստված մարդու հետ գործում է իր խղճի միջոցով։ Բայց եթե մարդու խիղճը վառվել է, այդ մարդու հետ էլ Աստված չի խոսում։ Ես երեք այս թեման էի պատրաստում ու արհեստական բանականությանը հարց տվեցի, ասեցի որտեղ է գտնվում մարդու խիղճը։ Ու գիտեք ինչ պատասխանեց։ Լռեց, մտածեց, ասեց, ինչ բարդ բաների մասին եք դուք հարցնում։ Այսինքն արհեստական բանականությունը ամեն ինչ չգիտի։ Որտեղ է մարդու հոգին, որտեղ է խիղճը, մարդը քանի մասից է կազմված։ Կրկնեմ այդ մասին։ Ուրեմն մարդը կազմված է հոգի, շունչ, մարմնից։ Մարմինը այն մասն է, որ մենք տեսնում ենք, մարմինը իր հերթին կազմված է մսից, ոսկորից եւ արյունից։ Եվ մարմինը ունի զգայարաններ, որոնք են տեսանելիք, լսելիք, հոտոտելիք, համառնելիք, շոշափելիք։ 5 զգայարան։ Մարմնի մեջ կա շունչ, դա մեր կամքն է, մեր միտքն է, բանականություն եւ մեր էմոցիաներն է, զգացմունքները։ Մարմնի մեջ նաեւ կա հոգի։ Հոգին իր հերթին ունի 3 բաժին։ Առաջինը ասու այդ փոխհարաբերության տեղ, խիղճ հոգու մեջ է մտնում եւ նաեւ կանխազգացում։ Եղել են դեպքեր, որ դու կանխազգում ես ինչ-որ բաներ եւ դա տենց ճիշտ է։ Դա հոգին է։ Հիմա Աստված խիղճը դրել է քո հոգու մեջ եւ այնտեղ Աստված քո խղճի միջոցով խոսում է քեզ հետ։ Եթե դու մեղք ես գործել, սխալ ես արել, ինչ-որ բան այն չի, խիղճդ քեզ հանդիմանում է, որ դու սխալ ես արել, սխալ բան ես արել, քեզ պետք է ապաշխարել, խիղճը քեզ հանգիստ չի թողնում։ Բայց եթե դու մեկ մարդ ես սպանել, 2-3 սպանել ես, խիղճդ վառվում է, էլ չի հանդիմանում։ Դա շատ վտանգավոր է։ Եթե սուտ ես խոսում, դա դառել է սովորական, էլ խիղճը քեզ չի հանդիմանում։ Եթե կեղծավոր ու նախանձ ես դարձել, եւ երկար ժամանակ ապրում ես այդպես, խիղճը էլ չի հանդիմանում, չի խոսում քո հետ, եւ խիղճը հենց այդ ժամանակ կոչվում է վառված է խիղճը։ Հենց այդ ժամանակ քո հավատքը հանգում է։
հանգած հավատք։ Երբ որ խղճի ձայնը դու էլ չես լսում, որովհետև Աստված մեզ օգտագործում է, մեր հետ խոսում է։ Ով է հասկանում ինչ եմ խոսում։ Դրա համար վերականգնի, ողորմություն խնդրի Տիրոջ, ապաշխարի, վերականգնի, ասա Տեր խոսի իմ հետ, առաջնորդի ինձ։ Չէ, որոշ մարդիկ ասում են, չէ դե, էսի որ դառնա, արդեն մարմնավոր ձևով են առաջնորդվում։ Խոսքը ասում է, իսկ պատվիրանքի վախճանը սերն է սուրբ սրտից, սիրտդ սուրբ պիտի պահես, և բարի խղճից, խշմտանքով, բարի խիղճ պետք է ունենաս, և անկեղծ հավատքից, որոնցից ոմանք խոտորելով, շատ հավատացյալներ խոտորվեցին, ու նայն խոսքերի ետևից գնացին, կամենում են օրենքի վարդապետ լինել, և իրենք չեն իմանում, թե այն, որ խոսում են, և ոչ էլ այն բաները, որ պնդում են։ Մարդիկ այսօր այնքան շատ լավ խոսացող մարդիկ կա, բայց խիղճը վառված է։ Ուզում են օրենքի, Աստծո օրենքի վարդապետներ, ուսուցիչներ լինեն։ Հետները խոսում ես, հերթ չեն տալի, որ դու խոսես։ Հերթ չեն տալի, բայց սերը չկա, սրբությունը չկա, խիղճն էլ վառված է։ Ես երեք հիշեցի, այսօր էլ պատմեմ, հիշում եմ, ես վերջերս մի տուն մտա իմ բիզնեսի գործերով և այդ տան տերը քարոզիչ է և ինձ բացեց իր հեռախոսով ցույց է տալի, արիտես Պավել, թե ես որտեղ եմ քարոզում, նայում եմ Ռուսաստանում, Հայաստանում, Երևան, տարբեր տեղերում նստած են մարդիկ և ինքը խոսում է, քարոզում է, զարմացել եմ, ասում եմ, ինչ լավ է բան, բայց ես գիտեմ ինքը ով է, ասում եմ, բայց ոնց է հասցրե հասնի էլի այդ տեղերը, մեկ էլ ներքևից իր տղան բարձրացավ, տան մեջ ասեց, պապ, հարևանները ասում են, այդ պատուհանները փայտից, որ հանել եք, դրել եք մուտքի առաջ, կարող է պետք չի, ձեզ տակ մեզ վառենք, ձմեռա, ցուրտ է, մեկ էլ այս տղան ասեց, գնացեք, ասեք, բառը մի քիչ հարմար բառ չի, բայց իր ասելով եմ կրկնում, գնացեք, ասեք, այ համբալներ, կարող է գիտեք, ես ձեր պապան եմ, ես պետք է ձեր ձմեռվա փայտի հարցը լուծեմ, չտակ իրանց։ Ես հենց այդ ժամանակ հասկացա, որ ինքը հոգևոր մարդ չի, հավատքն էլ հանգած է, որովհետև Աստված ուզում է, որ մենք սեր ունենանք, նոր կարդացի, մեր խիղճը վառված չլնի, ողորմած ըլնենք։ Մարդիկ ուզում են տաքանան, մանավանդ տեսնում եմ, քո տանը ինչ-որ սարքեր կա, որ տաքացնում են։ Դու փայտի վառարանով չես տաքան, որ պահես։ Եվ այդ ժամանակ ես հասկացա, որ այս տղան հոգևոր չի ընդհանրապես։ Նրա խիղճը տաղված է, հավատքը հանգած է։ Ուղղակի չգիտեմ ոնց հասել է այդպես տեղեր, քարոզում է մարդկանց բաներ է սովորացնում։ Իսկ Հիսուսը ասեց, ոչ թե իրենց խոսելուն նայեք, այլ նայեք իրենց պտուղներին։ Պտուղներից կճանաչեք, իմն են, թե իմը չեն։ Որոնք են այդ պտուղները։ Սերը, ուրախությունը, խաղաղությունը, երկայնմտությունը, քաղցրությունը, բարիությունը, հավատք, հեզություն և ժուշկալությունը պիտի տեսնեք։ Եթե կտեսնեք դա, ուրեմն իմն են։ Եթե դա չեք տեսնի, ճարտարախոս մարդկանց կտեսնեք, իմը չեն։ Ու ես ցենց շատ մարդիկ գիտեմ, շատ մարդկանց եմ տեսել։ Մարդիկ շատ բաներ են սովորեցնում, բայց իրանք չկան մեջը։ Օրինակի համար քանի անգամ լսել եմ մարդկանց սովորեցնում են ինչպես լսել Աստծո ձայնը։ Բայց ես հարց եմ տալի կամ նայում եմ իր կյանքին, նա երբեք չի լսել Աստծո ձայնը։ Մեր Աստված կենդանի է։ Մեր Աստված խոսում է։ Ասում եմ, լավ, դու ոնց կարող ես սովորեցնես ինձ ինչպես լսեմ Աստծո ձայնը, եթե դու չես լսում Աստծո ձայնը։ Մի հատ խոսք կա, չէ՞ հայերեն։ Քաչալը որ դեղանող լինի, իրա գլխին կանի։ Առաջինը։ Հետո նոր մյուսներին կասի։ 17-18 խոսքն եմ նույն գլխի ուզում կարդամ։ 18 ավել ճիշտ։ Այս պատվիրանքը ավանդում եմ քեզ, Տիմոթեոս որդյակ,
առաջուց քեզ վրա եղած մարգարեությունների պես, որ նրանցով պատերազմես բարի պատերազմը, ունենալով հավատք եւ բարի խշմտանք։ Ինչ ունենալ? Հավատք եւ բարի խիղճ, որ մի քանիսը դեն գցելով հավատքում նավակոծություն քաշեցին։ Տեսեք, եթե մեր խիղճը վառվում է, մեր հավատքը հանգում է։ Խոսքն ասում, ունենա պատերազմիր պատերազմը, Մովսեսը պատերազմում էր։ Մովսեսը ուներ հավատք եւ հաղթում էր։ Բայց Մովսեսի հավատքը երբ որ սառում էր, պարտվում էր ժողովուրդը։ Հիմա Տիմոթեոսին առաջարկում է Պողոսը, պատերազմիր քո պատերազմը, ունենալով հավատք, կենթանի գործող հավատք եւ բարի խշմտանք, որ մի քանիսը այդ խշմտանքը գցելով հավատքում նավակոծություն քաշեցին։ Հիմա հասկանում եք ինչքան կարևոր է, որ մեր խիղճը բարի լինի եւ կենթանի լինի։ Երբ որ խիղճդ քեզ հանդիմանում կամ հիշեցնում է, շուտ ապաշխարես։ Ոչ թե մի կողմ գցես եւ անցնես առաջ։ Որոնցից ոմանք ասում է հեռացան եւ հիմա վերջի օրերում շատերն են հեռանում։ Եվ նավակոծություն կրեցին, այսինքն խորտակվեցին, մահացան։ Խորտակվեցին, բնաջինջ եղան, թե մի մարդը, թե մի ընտանիքը, թե մի ժողովուրդը, որոնցից են Հեմենոսը եւ Աղեքսանդրոսը, որոնց մատնեցի սատանային, որ խրատվին չհայոյել։ Բայց մեզ պետք չի ոչ մեկին մատներ սատանային։ Ես տեսել եմ հոգևորներ, որ աղոթում են, մեկը դուրները չի գալի, ծառայողներ։ Աղոթում ասում են սատանա ջան, հանձնում ենք քեզ այս մարդուն։ Դա սխալ ուսմունք է։ Մենք սատանայի հետ գործ չունենք։ Ուղղակի մարդիկ, որոնք հեռացել են, հանգել են հավատքից, նրանք արդեն կընկնեն սատանայի ձեռը, դիվային ուժերի ձեռը։ Ով է հասկանում? Ուրեմն ինչ անենք, մեր խիղճը թողենք վառված մնա, թե սկսենք վերականգնել, ապաշխարել, վերականգնել մեր խիղճը եւ երբ որ մեր խիղճը խոսում է մեր հետ, արագ ապաշխարել։ Երբ որ դու 1, 2, 3, 4 խիղճդ քեզ ասում է եւ դու չես լսում, խիղճը էլ չի ասում, վառվում է։ Ամեն։ Եվ հավատքդ հանգում է։ Իսկ դու գիտեիր, որ դու հզոր ուժեղ հավատացյալ ես, որովհետև Կիրակի օրը դու գալիս ես եկեղեցի, երգում ես, փառաբանում, աղոթում, գնում ես։ Բայց տարիներով քո կյանքում բաներ չի փոխվում։ Եվ գնալով ամեն ինչ դեռ ավելի վատանում է։ Այդ դա հանգած հավատքն է։ Առաջի Տիմոթեոս 4-րդ գլուխ։ Այսօր Տիմոթեոսի թղթերից եմ կարդալու շատ։ Առաջի Տիմոթեոս 4-րդ գլուխ, առաջի 2-րդ խոսքերը։ Եվ հոգին, Սուրբ հոգին հայտնի ասում է, թե հետին ժամանակներում ոմանք հավատքից կհեռանան եւ մտիկ կտան մոլար ոգիների եւ դևերի վարդապետությունների, ստախոսների կեղծավորությամբ, որոնց խղճմտանքը տաղված է, որոնց խիղճը վառված է։ Վերջի օրերի շատ մարդիկ կհեռանան եկեղեցիներից եւ կհետևեն մարդկանց, որոնց խիղճը վառված է, որոնք ստախոս եւ կեղծավոր մարդիկ են, որի մասին ես նոր վկայեցի, որ շատ տեղեր քարոզում է, բայց իր կյանքը կյանք չի։ Իհարկե այդ մարդու կյանքը ես տեսնում եմ ինչա, շատ ծանր վիճակներով, ընդհուպ մինչև երեխայի մահ։ Գիտեք, Աստված բոլորիս տեսնում է, բոլորիս գիտի, ով ուզում է եղի, Տերը տեսնում է թափանցիկ եւ 3 օգտագործեցես բառը, Աստված սարը տեսնում է, ձյունը դնում է, ժողովրդական ասացվածք։ Այսինքն պատահական չի լինում, բաներ կա։ Ամեն, փառք Հիսուսին։ Տիմոթեոս, 2 Տիմոթեոս 3-րդ գլուխ։ 2 Տիմոթեոս 3-րդ գլուխ, առաջի խոսքից։ Սա գիտացիր, որ հետին օրերում չար ժամանակներ կգան, որովհետև մարդիկ կլինեն ինքնասեր։ Հիսուսը ասեց, ով որ ուզում է իմ հետևից գալ, թող իր եսը անձը ուրանա։
բայց վերջի ժամանակի հոգևորները կլինեն ինքնասեր, արծաթասեր, այսինքն փողասեր, ամբարտավան, իսկ այդ փողասիրության համար Տերը ինչ էր ասում, ամեն չարիքի արմատ հենց փողասիրությունն է, կամ ոչ ոք չի կարող երկու տիրոջ ծառայել, ամեն, վերջի ժամանակվա հոգևորները այսպես են, փողասեր, ինքնասեր, ամբարտավան, հպարտ, Աստված հպարտներին հակառակ է կենում, դրա համար հավատքը հանգում է, հիմա դու կարող ես քեզ արդարացնես, ասես, չէ, Հովիվ ջան, ես հպարտ չեմ, Տերը գիտի, բայց Տերը հեռացել է քո կյանքից, որովհետև դու ընդունել ես սատանայի բնավորության գիծը, հպարտությունը դա սատանայից է, ամբարտավանությունը, նաև ասեմ, Տերը ուղղակի հետևում է այդ հպարտ հոգևորներին մարդկանց, որ նրանց մինչև հատակ խոնարհեցնի, դրա համար ինքդ քեզ ավելի լավ է խոնարհեցնես, որ Տերը քեզ չխոնարհեցնի, հայոյիչ, ծնողներին անհնազանդ, ապերախտ, անսուրբ, անգութ, անհաշտ, բանսարկու, անժուշկալ, դաժան, անբարեսեր, մատնիչ, հանդուգն, գոռոզ, ավելի ցանկասեր, քան թե Աստվածասեր, որ Աստվածապաշտության կերպարանքը ունեն, բայց նրա զորությունը ուրացած են, նրանցից էլ ետ քաշվիր։ Գիտես ինչի Աստծո զորությունը քո կյանքում չի դրսևորվում, որ ոչ քո հիվանդությունն է բուժվում, ոչ քո հարցերն է լուծվում, եւ ոչ էլ քո միջոցով ինչ-որ մեկինը։ Ասում է վերջի ժամանակվա այս հավատացյալները, որ ունեն այս բնավորության գծերը, նրանք տեսքով հավատացյալ են, բայց նրանց կյանքում Աստծո ուժը, զորությունը, բժշկարար օծությունը, օրհնելու օծությունը չկա, հեռացել է այդ ամենը։ Սա կոչվում է հանգած հավատք, հավատացյալներ, որոնք հանգած են։ Նրանք գալիս են, փառաբանում են, երգում են, աղոթում են, բայց զորությունը չի շարժվում նրանց կյանքում։ Գիտես ինչի, որովհետև Աստված մեր խելքին չի։ Մենք պետք է ասուն հնազանդվենք, ոչ թե Աստված մեզ։ Ամեն։ Եվ դրա պատճառով էլ զորությունը ասում է, տեսքը ունեն հավատացյալի, բայց զորությունը չկա, չի գործում իրանց կյանքում զորությունը։ Որովհետև սրանցից են, որ տնետուն են մտնում և գերի անում մեղքերով բռնավորված տկարամիտ կնիկների, որ կերպ ցանկություններով վարված են, որ ամեն ժամանակ սովորում են այդ կնիկները կամ այդ տղամարդիկ և երբեք դեպի ճշմարտության գիտությունը չեն կարողանում գալ, այլ ինչպես որ Հանեսը և Համրեսը Մովսեսին հակառակ կեցան, այնպես էլ սրանք հակառակ են կենում ճշմարտությանը, մարդիկ մտքով ապականված անպիտան հավատքի համար։ Ամեն, հանգած հավատք։ Տեսել եք մարդիկ հոգևորներ, որ ամեն ժամանակ գալիս սովորում են 5 տարի, բայց հետը խոսում ես ոչ մի բան չգիտի։ Ամեն ժամանակ սովորում են, բայց այտենց էլ իրանց միտքը ճշմարտության գիտության չի գալի։ Ասում է, տկարամիտ կնիկների, որ իրար տներ են գնում, եղբայր և քույր են խաղում, բայց ընկնում են շնության մեջ, որովհետև իրանք չեն ապաշխարում, իրանք իրական հոգևոր չեն։ Ես գիտեմ տենց դեպքեր, քուրը աղբեր ենք, քուրը եղբայր ենք։ Տկարամիտ կնիկների միշտ սովորում են, միշտ լսում են, 10 տարի լսում են, բայց հարց 10 խոսես, նրանք հոգևոր չեն, նրանց միտքը դատարկ է, չի նորոգվում։ Դրա համար հավատքը հանգած է, դրա համար զորությունը չի գործում։ Ամեն, մեկը կասե, Հովիվ ջան, փոխանակ մեզ զորավոր հավատքից խոսես, որ լցվենք, հանգած հավատքից ես խոսում։ Սիրելիներս, ես ուզում եմ ուղղակի բացահայտեմ, որ դու մի հատ հասկանաս քո մեջ ինչ է կատարվում։ Քո խիղճը աշխատում է, քո խիղճը քեզ հանդիմանում է, դու լսում ես, ապաշխարում ես խղճի ձայնը։ Եթե չէ, հանգած հոգևոր ես, հանգած հավատք է։ Ինչքան ուզում ես գոռա, հալելույա, հալելույա, ձև բռնի, որ հոգևոր, չի գործում զորությունը։ Պետք է վերականգնվել և ապաշխարել։ Ամեն։ Այս Հանեսը, Համրեսը ասում է հակառակվեցին Մովսեսին, որ հավատք, կներեք այս խոսքը,
Ինչպես Հանեսը, Համրեսը Մովսեսին հակառակ կեցան, այնպես էլ սրանք, այս մարդիկ հակառակ են ճշմարտությանը, մարդիկ մտքով ապականված անպիտան հավատքի համար։ Անպիտան է իրենց հավատքը եւ իրենց համար եւ եկեղեցու համար։ Դրա համար եմ ասում, հույսներդ մի դրեք Աստծո ողորմությանը, թեև Աստված ողորմած է եւ հավիտյան է Տիրոջ ողորմությունը։ Հույսները դրեք ձեր միտքը նորոգելու համար։ Գիտես, մարդիկ եմ տեսնում, ամբողջ կյանքները չեն նորոգվում, ամբողջ կյանքները տանջվում են, դևերը տանջում են եւ իրանց միտքը չի նորոգվում, Տերը ողորմի ինձ, Տերը ողորմի ինձ, այ մարդ, Տերը էլի կողորմի, փառք Աստծո, բայց դու նորոգվի էլի, խելքդ գլուխդ հավաքի։ Հասկացի ինչ ես անում, ոնց ես ապրում, ապաշխարի։ Ամեն, փառք Հիսուսին։ Երկրորդ Տիմոթեոս 4-րդ գլուխ 3-րդ խոսքից։ Որովհետև ժամանակ կգա, որ ողջամիտ վարդապետության չեն համբերի։ Հիմա այդ ժամանակը եկել է, վերջի ժամանակներն է։ Այլ իրենց հատուկ ցանկությունների համեմատ վարդապետներ կդիզեն իրենց վրա, իրենց լսելիքների մարմանջելու պես, այսինքն իրանց ցանկությունների պես մարդիկ վարդապետներ են գտնում, գնում են այնտեղ լսելու կամ YouTube-ով են լսում։ Եվ իրանց լսելիքը ճշմարտությունից ետ կդարձնեն եւ առասպելների ետևից կմոլորվեն։ Բայց դու, այսօր էլ ասեք, մի հատ նայի կողքինիդ։ Ասա, բայց դու արթուն կաց։ Մի հատ էլ են մյուս կողքինիդ։ Բայց դու արթուն կաց։ Ամեն բանի մեջ նեղություններ կրելով։ Կասես, հով ջան, չեմ դավանում նեղություններ։ Դավանես, չդավանես, Հիսուս ասեց նեղություններ կունենաք։ Նեղությունները գալիս են մեզ ուժեղացնելու, ոչ թե մեզ կոտրելու։ Ամեն։ Փառք Հիսուսին։ Եթե նեղություն չլինի, դու փափուկ բամբակի մեջ կմեծանաս։ Իսկ այս աշխարհը փափուկ բամբակի մեջ մեծացածներին չի ընդունում։ Կոտրում է։ Դրա համար նեղություններով անցած մարդը ուժեղ մարդ է, որ դիմանում է։ Բայց դու արթուն կաց, ամեն բանի մեջ նեղություններ կրելով, ավետարանչի գործը գործիր, քո պաշտոնը կատարի։ Ավետարանի մարդկանց, քո պաշտոնը կատարի։ Ոչինչ, նեղություն է եկել, մի թուլացի, իսրայելացիների պես։ Հիշում եք, թուլացան, Եգիպտոսից դուրս են եկել, Կարմիր ծովը անցել են, ընդամենը 11 օր էր պետք Կարմիր ծովը անցնելուց հետո, որ ոտքով ուղիղ մտնեին խոստացված երկիր, Իսրայել, Քանանի երկիր։ Պատկերացրեք 11 օրվա հրաշքը 40 տարի չկատարվեց։ Իրենց անհավատության հավատքը հանգած լինելու պատճառով։ Եվ շատերը մահացան եւ ընկան անապատի մեջ։ Եվ այդ հետարքիր է, Մովսեսը 40 տարի տարավ անապատի մեջ, բողոքում էին Մովսեսին։ Իսկ հիշում եք, Մովսեսը մինչև իսրայելացիներին դուրս աներ անապատ, Մովսեսը որտեղ էր անապատում, իսկ քանի տարի էր անապատում, 40 տարի, Աստված նախորոք Մովսեսին հանել էր անապատ, 40 տարի անապատում էր Մովսեսը, սովորեց անապատային կյանքին, հետո հետ բերեց Եգիպտոս, ասեց դե հիմա իմ ժողովրդին տար անապատով խոստացված երկիր։ Գիտեք, մի վստահեք մարդկանց, որոնք դեռ չեն եղել ինչ-որ տեղ եւ ձեզ ուզում են տանեն այնտեղ։ Մարդը եթե քեզ ասում արի քեզ A կետից տանեմ B կետը եւ նա չի եղել B կետում, ոնց նա քեզ կտանի B կետ։ Մովսեսի օրինակը լուրջ է։ 40 տարի անապատային կյանք ապրեց, նոր ժողովրդին տարավ անապատ։ Ամեն։ Դրա համար վստահեք նրանց, ովքեր անցել են այդ դժվարությունը, եղել են այդ անապատում եւ լսել են Աստծո ձայնը, նոր են ձեզ առաջարկում սովորեցնել Աստծո ձայնը լսել։ Ամեն, փառք Հիսուսին։ Օրհնյալ լինի Տերը։ Ուրեմն բայց դու արթուն կաց ամեն բանի մեջ նեղություններ կրելով ավետարանչի գործը գործի քո պաշտոնը կատարի։ Ամեն, փառք Հիսուսին, պետք է արթուն լինել մեր հավատքը, որպեսզի կենթանանա եւ մենք վառվող հավատքով քայլենք առաջ։ Առաջի Տիմոթեոս 4-րդ գլուխ ինչ որ բան առնում ես։
Թող Տերը օծի ձեզ, եթե չես առնում, ես հավատում եմ այս ծառայությունը նաև կլինի YouTube-ում, մի հատ տանը ուղակի հանգիստ նստի լսի։ Հավատում եմ Սուրբ Հոգին քեզ կլցնի հայտնություններով, որ դու վերականգնես քո խիղճը։ Հիմնականում ես շեշտը դնում եմ խղճի վրա, որով շատերի խիղճը արդեն հանգած է։ Եվ դա փչացնում է, ես կարդացի, որ դա փչացնում է քո հավատքը, հանգցնում է հավատքը։ Թեև դու գիտես հավատացյալ ես։ Ուրեմն 4-րդ գլուխ 14 խոսքից եմ կարդում։ Տիմոթեոսին է գրում Պողոսը, անհոգ մի լինիր այն քեզանում եղած շնորհքի համար, որ քեզ տրվեցավ մարգարեությունով երեցության ձեռնադրությամբ։ Տեսեք, հավատքը հանգում է, երբ որ դու քո կոչումին, քո վրա եղած շնորհքի հանդեպ անհոգ ես։ Հոգ չես տամ, չես մտածում, իմիջայլոց։ Սրանք մտածիր, Պողոսն է գրում, սրանք մտածիր, ինչ որ ունես, ինչ որ քեզ տրվել է մարգարեությամբ, սրանք մտածիր, սրանցում կաց, որ քո առաջադիմությունը ամենին հայտնի լինի, որ քո օրհնությունները, քո բարձրունքները բոլորը տեսնեն, հասկանան, որ դու իրոք ասում արդ ես։ Մտածի կոչումիդ մասին, ասու խոսքի մասին, ապրի դրա մեջ։ Կասես Հովիվ ջան, դրա մեջ ինչ կա, որ դրանով ապրեմ։ Դրա մեջ կա քո ֆիզիկական օրհնությունները։ Մովսեսի օրինակը։ Մովսեսը չէր աղոթում, ֆիզիկապես Իսրայելը սպանվում ու աղքատանում էր։ Մովսեսը աղոթում էր, Իսրայելը օրհնվում ու բարձրանում էր։ Սրա մեջ հենց այդ է, որպեսզի քո կյանքում, քո ընտանիքում, քո երեխեքի կյանքում հաջողություններ լինեն, դու պետք է խիղճդ վերականգնես եւ աղոթքի մարդ լինես, որ քո ֆիզիկական կյանքը, քո ընտանիքը առողջ լինի, առատություն լինի, փոխհարաբերությունների մեջ պտղատու լինես, օրհնված լինես, կապված է քո հավատքի եւ աղոթքների հետ։ Մովսեսի կյանքը ձեզ օրինակ։ Ձեռքերը իջնում էր, պարտվում էր, մահանում էր ազգը։ Ձեռքերը բարձրանում էր աղոթքի, ազգը վերականգնում ու հաղթում էր։ Նույնը քո ընտանիքում։ Պատկերացրեք այդ ազգը դու ես եւ քո ընտանիքը։ Մովսեսը դու ես, ընտանիքի անդամները ժողովուրդը։ Ուզում ես երեխաներիդ առողջ տեսնես, ապահովված։ Ուրեմն հավատքդ վերականգնի, խիղճդ վերականգնի, որ հավատքդ չհանգի։ Խղճի ձայնը լսի, ապաշխարի։ Խիղճդ քեզ ծակում է, ցույց է տալիս, ստեղ դու սխալվել ես, ստեղ դու մեղք ես գործել։ Էլ մի ականջի հետևքից։ Մի քանի անգամ կասի, երբ որ մոռանում ես ականջի հետև ես, էլ չի ասի, բայց դու կգնաս պարտության։ Թշնամիներդ կբարձրանան, որովհետև հիմքերը սկսվում է հոգևոր աշխարհից։ Հաղթանակները սկսվում է հոգևոր աշխարհից։ Մովսեսը հաղթում էր հոգևոր աշխարհում, ֆիզիկապես Հեսուն հաղթում էր ֆիզիկական աշխարհում։ Ով է հասկանում։ Այսի որ դու հասկանաս, ամեն ինչ չի, որ ասում է բախտը բերեց, ստացվեց, ստացվում է հոգևոր աշխարհում, արտահայտվում է ֆիզիկական աշխարհում։ Եթե հայտնությունը բռնես, դու կհասկանաս։ Դրա համար է պետք հետևել մեր անձերի սրբությանը, մեր անձերի արդարությանը, ողորմածությանը։ Դրա համար է պետք, որ լավ ապրես։ Բոլորս էլ ուզում ենք այս կարճ կյանքում մի քիչ գոնե լավ ապրենք, վայելենք, նոր գնանք։ Ամեն ով ուզում բանտերում, հիվանդություններով, հիվանդանոցներում, պարտքերի մեջ, վարկերի մեջ թաղված այս կյանքը ապրես աշխարհում, այս կարճ աշխարհում։ Ոչ ոք էլ չեք ուզում։ Դրա համար ես ձեզ տալիս եմ դեղատոմս, սենց ասեմ, որ եթե դու հասկանաս սա, վերականգնես հոգևոր մարդդ, ֆիզիկական մարդդ լրիվ վերականգնվի։ Արմատներդ ուշադրություն դարձ, չերևացող մասը։ Ամեն։ Ուրեմն սրանք մտածի, սրանցում կաց, որ քո հառաջադիմությունը ամենին հայտնի լինի։ Զգուշ կաց անձիդ եւ վարդապետությանդ եւ դրանցում հարատևի, որովհետեւ այդ անելով քո անձն էլ կապրեսնես, քեզ լսողներին էլ։ Պողոս ասում է Տիմոթեոս ջան, զգուշ եղի քո անձին, այն ինչ որ քարոզում ես, վարդապետություն, սովորեցնում ես, զգուշ եղի, որ դու տենց ապրես։ Այնպես չլինի, որ դու նրան սրբություն ես քարոզում, բայց դու անսուրբ ես ապրում։ Ողորմություն ես քարոզում, բայց ողորմած չես։ Արդարություն ես քարոզում, բայց անարդար կյանք ես վարում։
զգուշ մնա անձիդ, որ դու ճիշտ ապրես եւ ճիշտ քարոզես։ Ճիշտ խոսես մարդկանց, որովհետեւ եթե դու այդպես ապրես, դու կապրեսնես եւ քեզ լսողներին։ Բայց եթե դու այդպես չապրես, միգուցե քեզ լսողներին ապրեսնես, որովհետեւ նրանք լսում եւ ապրում են, բայց քեզ չապրեսնես։ Հիշում եք, որ Հիսուս Քրիստոսը ասում էր. լսեք փարիսեցիներին, դպիրներին, ինչ են խոսում, բայց իրենց պես մի ապրեք, որովհետև իրենք խոսում են, բայց չեն ապրում։ Նույնը այս դեպքում է լինում, եթե դու չապրող ես այդպես, բայց մարդկանց քարոզում ես, ուրեմն իրանց կապրեսնես, լսելով, հանազանդվելով նրանք կապրեն, բայց դու չես ապրի։ Ես հավատում եմ, որ դուք հասկանում եք։ Աստված չի ծաղրվի, ով ինձ սերմի, այն պիտի հնձի։ Ամեն, փառք մեր Հիսուսին։ Եվ վերջի խոսքն եմ կարդում, Ժողովող 9-րդ գլուխ։ Եվ ի վերջո մի բան էլ ասեմ, Տեր Հիսուսը Ղուկաս 18:8-ում ասում է, երբ որ մարդի որդին գա, արդյոք հավատ կգտնի երկրի վրա, հարցականով։ Երբ որ ես գամ վերջի օրերին, արդյոք հավատ կգտնեմ երկրի վրա, թե բոլորի խիղճը արդեն տաղված է, այդ կարմիր երկաթով ասում է վառված է խիղճը։ Երկաթ կա, չէ՞, սենց որ իր այս գլխի վրա ինչ որ կլոր բան է, ինքը կնիքի պես կպցնում են, ասենք անասուններին, նշան են անում։ Ռուսերենում այդ խոսքը ասում է խիղճը տաղված, այսինքն այդ կարմրացրած երկաթով դրված է մարդկանց խղճի վրա, վառվել է, չի աշխատում խիղճը։ Եվ դրա համար մարդկանց հավատքը հանգել է։ Եվ Տերը ասում է, երբ որ ես գամ, այսինքն հավանականությունը մեծ է, որ հավատքը շատ է պակասելու։ Արդյոք հավատք կգտնեմ երկրի վրա, թե բոլորը կնմանվեն այս Տիմոթեոսի, որ նոր կարդացի 3-րդ գլխի առաջինից 5 խոսքերը, որ մարդիկ կլինեն ապերախտ, անսուրբ, անգութ, ցանկասեր, ոչ թե աստվածասեր, արծաթասեր, թե կլինեն այդպես։ Եվ նրանց խիղճը վառված է, դրա համար հավատքը հանգած է։ Ես հավատք կգտնեմ երկրի վրա, դու մտածի հելա, մտածի ես մասին, որ երբ որ Տերը գա, քո մեջ հավատ գտնի, իմ մեջ հավատ, ես մտածում եմ, Տեր օգնի մեզ, որովհետև այսօրվա հոգևորությունը շատ է տարբերվում 27 տարի առաջ իմ ապաշխարության օրերի, այդ առաջի օրերի հոգևորությունից։ Առաջ ուրիշ ձև էր, առաջ գիտեք, որ հանկարծ մեկին պահիտակ կոպտեինք, կամ մի բառ ասեինք, բարկանայինք, կամ խիղճս գնում էի տուն, գիշեր չէր թողում ես քնեի։ Հետո գնում այնք ասում ենք կներես, որ ես բառը ասեցի։ Անգամ մտքեր կար, որ մեկի մասին մտածում էինք, այնքան միամիտ, պարզամիտ, եւ դա նորմալ էր։ Գնում ասում ենք կներես, քո մասին մենք ասենց բաներ ենք մտածել։ Մարդը զարմացած մերս էր նայում։ Այսօր սենց բան լսել եք երբեմն։ Մեկը գնա ապաշխարի, մեկից կներես ասի, որ ծակեց, ցավացրեց, հեգնեց։ Լսել եք, որ մեկը գնա ասի կներես քո մասին սենց բան է մտածում։ Կարելի է դա վերականգնել, դա խղճի հետ է կապված։ Եվ հավատքդ վերականգնվում է, սկսում է վառվել։ Բայց որ հպարտ, մեծամիտ, գոռոզ, սրան ես թարսնայում, նրան ես թարսնայում, ու խիղճդ էլ քեզ չի հանդիմանում, հլա երեք ես ասեցի մեծամորում, երբեմն կարող է ինչ-որ մեկի մասին տանը խոսես, մի քրոջ կամ եղբոր, ու սենց անեն, այն հիմարներ սենց ասում, կամ սենց արեց, ու խիղճդ քեզ չի հանդիմանում, դա հավատքդ հանգած է սիրելիս, չէ որ Տերը ասեց, եթե մեկը իր եղբորը կամ քրոջը ասի հիմար կամ մորոզ, նա պատասխան է տալու ատյանի առաջ, Աստծո ատյանի առաջ։ Այդ բառերը խոսելուց հետո քո սիրտը, խիղճը քեզ պիտի հանդիմանի։ Ասի դու մեղք գործեցիր Աստծո խոսքուի հանդեպ։ Դու քո եղբորը կապ չունի, որ ինքը թույլ է, կապ չունի ինքը գեշ է, կապ չունի, որ ինքը կոլոտ է, կապ չունի ինքը մի քիչ տկար է մտքից։ Մենք պարտավոր ենք ընդունելու եւ հարգելու։ Լավ, հարգելը մենք ենք որոշում, որովհետեւ տվյալ մարդին հարգելու համար տվյալ մարդը պետքա ջանք գործադրի, որ դու հարգես։ Բայց գոլն է սիրելը պատվիրանք է։ Ամեն, ընդունել, սիրել, որովհետև Տերն է ընդունում սիրում։
որ քո հավատքը սկսի գործել, ոչ թե հանգել։ Ով հասկանում ինչ եմ ասում։ Դրա համար զգուշ եղեք, անգամ ձեր տներում մարդկանց մասին խոսելուց, եթե հոգևոր է մանավանդ, զգուշ խոսեք, որ չվիրավորեք։ Տիրոջ խոսքը հենց այնպես չի անցնի։ Երկինք եւ երկիր կանցնի Տերը ասում, բայց իմ խոսքս չի անցնի, մինչև չկատարվի։ Պատահական չի ասված ոչ մի բան։ Դրա համար մտածենք եւ մեր խղճին տեղ տանք, թող մեր խիղճը մեր հետ խոսի, եւ երբ որ խոսի մի անարգի խղճի ձայնը, ապաշխարի։ Մոտեցի մարդկանց, ապաշխարի, աշխատի քեզ չբարձրացնես մարդկանց մոտ, քեզ չդնես ինչ-որ մի բանի տեղ, եթե հարուստ ես, եթե գործդ հաջողված է, եթե սիրուն ես, եթե չգիտեմ, եւ այլ, մարդիկ շատ կան, մարդիկ անգամ հոգևոր այդ իրանց դիրքի վրայից են մեծամիտ եւ հպարտ։ Հիշում եք Պողոս առաքյալը, որ ասեց, որպեսզի չհպարտանամ, սատանայի կողմից հրեշտակ տրվեց ինձ, որ բռունցքով ծեծի։ Եվ այդ հրեշտակը չէր գալի հենց տենց բոքսով բռունցքով ծեծում։ Հրեշտակը երբ որ գալիս էր, Պողոսի մոտ միգուցե ողնաշարի ցավ էր սկսվում, ոտքի, ձեռքի, պարանոցի, չգիտեմ, տարբեր ցավեր էր սկսվում ու չէր հեռանում։ Պողոսը աղոթում էր, ցավը չէր հեռանում։ Պողոսի վրա դնում են թաշկինակներ, տանում են ինչ-որ մի հիվանդի վրա են դնում, հիվանդը բուժվում էր, բայց Պողոսը չէր բուժվում։ Դրա համար ասում եմ 3 անգամ խնդրեցի Տիրոջը, որ այդ սատանայի հրեշտակին հեռացնի ինձանից։ Եվ Տերը ասեց, բավական է քեզ իմ շնորհքը եւ իմ զորությունը քո տկարության մեջ է կայանում։ Այն զորությունը, որ կորել է մարդկանց կյանքում, տկարության եւ խոնարհության ժամանակ վերականգնվում է։ Ամեն։ Երբ որ խոնարհվում ես Աստծո առաջ, երբ որ ապաշխարում ես, խղճի ձայնը լսում ես, զորությունը վերականգնվում է քո կյանքում, եւ քեզ բուժելու, օրհնելու, եւ քո ձեռքով մյուսների։ Շատ կարեւոր է ինչ որ ասում եմ։ Ուրեմն ժողովող 9-րդ գլուխ։ Վերջի խոսքն է 9-րդ գլուխ 4-ից 9 խոսքերը։ Շատ հետաքրքիր խոսք է եւ նույն ձևես խոսքը կօգնի, որ քո հավատքը վառվի, ոչ թե հանգի։ Որովհետև ով որ ընկեր է մյուս ապրողներին, հույս կա նրանից։ Որովհետև ողջ շունը լավ է մեռած առյուծից։ Ինչ է այս նշանակում։ Տեսեք, որովհետև ով որ ընկեր է մյուս ապրողներից, եթե քո ընկերները կենթանի մարդիկ են, մարդիկ, որոնք դողում են Աստծո խոսքից, սրա մասին է խոսքում, հույս կա նրանից, որ քո հավատքը չի հանգչի։ Որովհետև ողջ շունը լավ է մեռած առյուծից։ Այս ձևով բացատրեմ, շան եւ առյուծի տարբերությունը մեծ է, չէ՞։ Ուրեմն հոգևորներ կան, աշխարհում այնց ընկերներ ունեն, սենց ասեմ, առյուծ մարդիկ, առյուծ տղեկ, տնով, տեղով, օբյեկտներով, ասենք թե մեքենաներով, ֆինանսներով, նայում ես աշխարհի մեջ իրոք առյուծ մարդ է, ամեն ինչ էլ կա, հələ դռների վրա էլ առյուծ է խփեմ, հա։ Մեկ էլ նայում ես այս մեր հոգևորները նենց են ընկել այս մարդու հետ ընկերություն անում, ընկել են հետևից։ Բայց նայում ենք հավատացյալ տղեկ կան, ոչ նորմալ տուն ունեն, ոչ նորմալ մեքենա ունեն, ոչ նորմալ բիզնես կամ ունեցվածք ունեն, ընկերություն չեն անում այս մարդկանց հետ։ Ինչի համար։ Խոսքը ասում է ավելի լավ է ողջ շան հետ ընկերություն անես, որ ինքը կենթանի է, որ քեզ կենթանություն բերի, քանց տեն մեռած առյուծների հետ, որ անհավատ են, մեռած են, հոգին չունեն, վերստին չեն ծնվել։ Նրա համար, որ կենթանիները գիտեն, կենթանի մարդիկ գիտեն, որ մեռնելու են, այսինքն գիտեն, որ աշխարհը մեռնել կա։ Բայց մեռելները, այդ մեռած առյուծները մի բան չգիտեն։ Իրանց ուշք ու միտքը, իրանց մեքենան, տունը, տեղը, հացը, ռեստորանը, ժամանակավոր։ Մի բան չգիտեն եւ վարձկել չունեն, որովհետեւ նրանց հիշատակը մոռացվել է։ Մոռացվելու այդ մի քանի տարին միգուցե այդ օբյեկտա, տունա, տեղա վայելելու են, բայց մեռնելու են ու դժոխքում հայտնվեն։ Ոչ մի բան էլ չեն հասկանում, դաժե իրանք չեն հասկանում, որ շուտով կարող է մեռնեն, կամ այդ գիշերը։ Դրա համար է ասում ողջ շունը, թեև եղբայր է, հոգևոր, թույլ է, տկար է, չերևացող է, աննշան է, բայց ողջ է։
Ավելի լավ է դրա հետ ընկերություն անես, որ վախենում է Աստծո օրենքից։ Քանց թե նրա հետ, որ վախ չունի Աստծո օրենքից ու չել հասկանում։ Մեռած առյուծ։ Գնա ուրախությամբ կեր հացդ, զվարթ սրտով խմիր գինիդ։ Փոխաբերական իմաստով հացը դա Աստծո խոսքն է, գինին դա ուսմունքն է, վարդապետությունը, որովհետև վաղուց հավանել է Աստված քո գործքին։ Հանդերձներդ միշտ սպիտակ լինեն, հետևիր անձից սրբությանը, եւ գլխիդ յուղը չպակասի։ Աստծո հետ միշտ կենթանի փոխհարաբերություն ունենաս։ Յուղը գալիս է, երբ որ դու կենթանի Աստծո հետ կապ ունես։ Յուղը գալիս է, երբ որ դու շփվում ես Աստծո խոսքի հետ, ծառայում ես օծյալին, ամեն։ Յուղը գալիս է նաև ձեռնադրությամբ, երբ որ դու արժանի ես դրան, եւ քեզ վրա ձեռն դնում, յուղը օծությունը հոսում է քո վրա։ Հանդերձներդ միշտ սպիտակ լինեն, հետևիր անձից սրբությանը եւ գլխիդ յուղը չպակասի, այսինքն Աստծո հետ շփվի, Աստծո գործի մեջ եղի, որ գլխիդ յուղը չպակասի։ Կյանքդ վայելիր քո սիրած կնոջ հետ, քո սիրած ամուսնու հետ, քո սիրած կնոջ հետ։ Կյանքդ վայելի, այսինքն քո ամուսնու եւ քո կնոջ հետ։ Քո ունայն կյանքի բոլոր օրերում, որ քեզ տվել է արեգակի տակ, քո բոլոր ունայն օրերում, որովհետև նա է քո բաժինը ապրողների մեջ եւ արեգակի տակին քո քաշած աշխատանքի մեջ։ Ամեն, կյանքդ վայելի քո ընտանիքի հետ, քո կնոջ հետ, քո ամուսնու հետ, ուրախությամբ, բայց հետևիր նաև քո անձի սրբությանը, քո աստվածապաշտությանը, որ միշտ յուղը քո վրա լինի, լապտերիդ մեջ յուղ լինի։ Այսպես ապրի եւ շատ արագ այդ կյանքը տանցնելու է, ավարտվելու է, որպեսզի մտնես հավիտենական կյանք։ Հավատքդ չհանգի։ Ամեն։ Եվ մի փոքր ամփոփեմ փառաբանության խումբը կարող է գալ առաջ, ուրեմն հանգած հավատք վերնագրել էի եւ ինչն է հանգցնում մեր հավատքը։ Երբ որ մեր խիղճը մեռնում է, մենք սկսում ենք հավատքի մեջ նավակոծության ենթարկվել, այսինքն խորտակվել, մահանալ, քանդվել, եւ մեր հավատքը մեզ օգուտ չի տալի։ Դրա համար խիղճդ վերականգնի, ապաշխարությունդ վերականգնի, սրան նրան մի քննադատի, մի բամբասի, գործ չունես, դու խիղճդ վերականգնի քո անձը ուղղելու համար եւ կտեսնես, որ հավատքդ կսկսի բոցավառվել եւ քո թշնամիների առաջ դու հաղթանակներ ես ունենալու։ Ամեն, ոչ թե թշնամին է քեզ սպանելու կամ քո ընտանիքը, այլ դու ես նրան վերացնելու, քո հավատքով, եթե վերականգնես խիղճը։ Տերը օրհնի ձեզ, եկեք ոտքի կանգնենք։ Փառք Հիսուսին։ Այս երգը վերցնենք, Աստծո հետ եղիր, աղոթք արա, Տիրոջից ներողություն, ողորմություն խնդրի, որ Տերը վերականգնի քո հավատքը, լույսով լցնի, որ չհանգնի։ Եվ վերջում ես կմիանամ, այս երգից հետո իրար հետ կաղոթենք։ Քեզ ամուր գկեմ Հիսուս,
Հալելույա, փառավոր Հիսուս։ Մենք խոնարհվում ենք քո առաջ, շնորհակալ ենք այս խոսքի համար, որ դու մեզ տալիս ես։ Եվ մենք խնդրում ենք, որ քո արյունով սրսկես եկեղեցու ամեն անդամի շնչի, մարմնի եւ հոգու վրա այսօր նորից սրբիր մեզ, Տեր, ամեն մեղքերից, անօրենություններից եւ ամեն չարիքից։ Փառավոր Տեր, խնդրում ենք սուրբ սիրտ, ուղիղ հոգի նորոգի մեր մեջ, որ մենք միշտ քեզ հավատանք, սիրենք, գոհությամբ քեզ ծառայենք։ Տեր ջան, աղոթում ենք, որ իրականում մեր խիղճը, եթե եկեղեցու ինչ-որ մեկի մեջ խիղճը տաղված է կամ վառված է, Տեր, աղոթում ենք, որ ողորմես, վերականգնես, Աստծո վախով լցնես մեզ, որ մենք նորից, Տեր ջան, վերականգնվենք այդ խոստովանություններ անենք ապաշխարելու համար եւ լսենք մեր խղճի ձայնը ապաշխարելու համար, Տեր ջան։ Որովհետեւ Տեր ջան, հավատում ենք քո խոսքին, որ ով որ հանդիմանություն կընդունի եւ կհնազանդվի, դա օծման յուղ կլինի նրա գլխին։ Եվ ես խնդրում եմ վերականգնես քո ժողովրդի խիղճը, Տեր, որպեսզի մենք հավատքի մեջ նավաբեկության, նավակոծության չենթարկվենք, այլ մեր հավատքը վառվի, բոցավառվի, որպեսզի գործի եւ մենք հաղթելով մեր թշնամիների կամքը հաղթանակներով առաջ գնանք, Տեր։ Հիսուս Քրիստոսի անունով խնդրում եմ, օգնի մեզ Սուրբ Հոգի եւ զորացրու մեզ, Տեր, զորացրու քո ժողովուրդը։ Հալելույա, Տեր, հալելույա, հալելույա։ Alle brada shake brate carofol redero ejde flaevala ke prodo predo Փառավոր Աստված Սուրբ Հոգի Տեր, ես հիմա աղոթում եմ, որ քո կրակը տարածվի այս վայրը, Սուրբ Հոգի Աստված, եւ քո կրակի զորության ներքո թող հենց հիմա այստեղ այրվեն ամեն օծեր, կարիճներ, ամեն դիվային ուժեր, թող հենց հիմա Սուրբ Հոգու կրակի զորության մեջ այրվի եւ վռնդվի Աստծո ժողովրդի կյանքից, նրանց ընտանիքներից, նրանց տուն ու տեղից, նրանց ունեցվածքից, նրանց ֆինանսական աղբյուրներից, նրանց առողջության վրայից, ամեն խավարի ուժեր թող հենց հիմա այրվեն, վռնդվեն, անապատ անջուր տեղերը, անդունները Հիսուս Քրիստոսի անունով եւ այլևս ետ չվերադառնա։ Տեր, շնորհակալ ենք, որ մեզ տվեցիր իշխանություն Հիսուս Քրիստոսի անունով Ղուկասի 10:19 համարում, որ մենք կող կտանք օծերին եւ կարիճներին եւ թշնամու բոլոր զորությունները եւ մեզ ոչ մի չար բան չի մոտենա։ Շնորհակալ ենք, Տեր, որ քո ժողովրդին զորացրեցիր, որովհետեւ մենք հավատում ենք, որ մենք զորություն առանք, երբ որ Սուրբ Հոգին մեզ վրա եկավ եւ քո վկաները կոչվեցինք։ Շնորհակալ ենք, Փառավոր Հիսուս, որ քո խոսքը դրեցիր մեր բերանում եւ ասեցիր. Ահա իմ խոսքը դնում եմ քո բերանում, որ խլես, պոկես, փչացնես ու կորցնես սատանայի բոլոր ծրագրերն ու պլանավորումները։ Եվ հենց հիմա սատանա մենք խլում, պոկում, փչացնում ու կորցնում ենք քո բոլոր ծրագրերն ու պլանավորումները, բերդերն ու ամրոցները Աստծո ժողովրդի կյանքից, մեր կյանքի բոլոր ոլորտներից, մեր տուն տեղից ունեցվածքից, եկեղեցու ամեն անդամին ասա վերաբերվում, մեր կոչումից, մեր ծառայությունից, նաև մեր երկրի ժողովրդի կյանքից, մեր երկրի իշխանավորներից, մեր երկրի սահմաններից, մենք այսօր Աստծո խոսքով խլում, պոկում, փչացնում ու կորցնում ենք սատանա քո բոլոր ծրագրերը, պլանավորումները, բերդերն ու ամրոցները։ Եվ հիշեցնում ենք, որ դու պարտված ես մեր կյանքի բոլոր ոլորտներում, որովհետև նա, որ մեր մեջ է, ավելի զորավոր է, քան թե դու որ աշխարհում ես։ Ամեն գործիք հակառակ մեզ հռչակում ենք, որ չի հաջողվի, եւ ամեն լեզու հակառակ մեզ հռչակում ենք, որ կդատապարտվի։ Որովհետև մենք հնազանդվում ենք Աստծո խոսքին եւ հակառակվում ենք քեզ սատանա, եւ դու փախչում ես մեզանից, որովհետև Աստծո արքայության միջի ամենափոքրը ավելի զորավոր է, քան թե դու սատանա, որ ես աշխարհում ես։ Եվ մենք հենց հիմա Աստծո խոսքով, որ Տերը դրել է մեր բերանում, մենք նաեւ շինում եւ տնկում ենք այս բոլոր կետերը, ինչ որ նշեցի, այս բոլոր ոլորտներում շինում եւ տնկում ենք Աստծո խոսքով, Աստծո կամքը, Աստծո արքայությունը, Աստծո լույսը, Աստծո տված խոստմունքները, տեսիլքները, երազները, մարգարեությունները թող գան, շինվեն, տնկվեն
եւ իրականանան ամեն մեկիս կյանքում, ընտանիքում, մեր երկրում, մեր սահմանների վրա Հիսուս Քրիստոսի անունով։ Փառավորում ենք քեզ Տեր, շնորհակալ ենք։ Հալելույա, ամեն։ Ամեն, Տերը օրհնի ձեզ։ Սիրելի բարեկամներ, ուրախ ենք տեղեկացնել, որ քաղաք Արմավիրում եւ քաղաք Մեծամորում գործում են կյանքի խոսք եկեղեցիները։ Մենք սիրով հրավիրում ենք ձեզ միանալ մեր ծառայություններին եւ անցկացնել օրհնված ժամանակ Աստծո ներկայության մեջ։ Քաղաք Մեծամորում ծառայությունները անցկացվում են ամեն երեքշաբթի եւ շաբաթ օրերին։ Երեքշաբթի 19:30-ին անցկացվում է աղոթքի եւ երկրպագության ծառայություն։ Իսկ շաբաթ օրը 19:30-ին տեղի է ունենում եկեղեցական հավաք, որտեղ միասին փառաբանում ենք Տիրոջը եւ լսում Աստծո խոսքը։ Արմավիր քաղաքում ծառայությունները նույնպես ակտիվ են։ Ամեն չորեքշաբթի 19:30-ից անցկացվում է փառաբանության եւ աղոթքի երեկո։ Իսկ Կիրակի օրը 12:00-ին տեղի է ունենում Կիրակնօրյա ծառայությունը։ Նույնպես եկեղեցում գործում են մանկական, պատանեկան եւ երիտասարդական ծառայություններ, որոնց մասին տեղեկություններ ստանալու համար հետևեք մեր Instagram-ի եւ Telegram-յան ալիքներին։ Նաև ունենք խմբակներ Արմավիր մարզի տարբեր գյուղերում։ Մանրամասն տեղեկությունների համար կարող եք կապնվել մեզ հետ։ Սիրով սպասում ենք ձեզ միասին աղոթելու, երկրպագելու եւ հոգեորապես զորանալու համար։ Եկեք եւ զգացեք Աստծո սերն ու ներկայությունը մեզ հետ։